Պարոն Կարապետյան, հիմա իհարկե տարբեր քաղաքական ուժեր խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին, ամեն մեկը իր տեսակետն է ներկայացնում կիսանախագահական, բայց սրա մասին չեմ ուզում հարցնել։ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ բնականաբար առաջինը այդ մասին հնչեցրել է Ալիևը անձամբ, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի եւ պահանջը հստակ դրված է խաղաղության պայմանագիր կնքելու համար, որ պետք է Հայաստանը պարտադիր փոխի սահմանադրությունը, հռչակագիրը վերացնի սահմանադրությունից եւ այլն։ Հիմա ինձ մի բան է հետաքրքիր, ձեր կարծիքը, ինչու Նիկոլ Փաշինյանը այս ընտրարշավը շատ լավ առիթ որպես չի օգտագործում իր այդ լավ սահմանադրության տարբերակը ներկայացնի ժողովրդին։ Սա ինչու եմ հարցնում, մանավանդ որ Արդարադատության նախարարը իրենց հայտարարել էր, որ արդեն նախագիծը պատրաստ է, ներկայացնելու է ՔՊ-ի քննարկմանը։ Ինչու է սա ինձ մտահոգում, որտեղ տարբեր տեսակետներ կան, թե այս նախագծում ինչ է ներկայացված։ Օրինակ, հողի սեփականության հետ կապված փոփոխություններ, որ օտարերկրացիները կարող են այսուհետ ձեռք բերել Հայաստանում հող։ Խոսքը վերաբերում է մասնավորապես անհանգստությունների իմաստով ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Հիմա ձեր կարծիքով ինչ էլ պահանջներ կարող են լինել, որ Փաշինյանը վախենում է ներկայացնի։ Սրանից լավ առիթ չկար, չէ՞, եթե լավ բան է, լավ սահմանադրություն է գրել, ինչու չի ներկայացնում հանրությանը։ Դուք շատ լավ ներկայացրեցիք։ Կարող եմ ես ոչինչ ավելացնել։ Իրենք պարտավորվում են հողերը վաճառել Սաֆարովներին, իրենք պարտավորում են մեր սահմանամերձ գյուղերի ազատված տարածքները վաճառել, այսինքն նվիրել, չվաճառել Սաֆարովներին։ Դրա համար ինքը նախընտրական փուլում վախենում է, որ դուք ձեր միկրոֆոնները խփեք իրենց գլխին, դրա համար չեն ներկայացնում։ Բայց անմիջապես ընտրությունից հետո մենք շատ սյուրպրիզներ կունենանք, եթե սրանք մնացին։ Մենք մեր հողերը նվիրելու ենք ադրբեջանցիներին, տները նվիրելու ենք ադրբեջանցիներին։ Դրա համար մենք հենց առաջին օրենքը, որ պետք է ընդունենք, այդ օրենքը կլինի, որ մենք կանխելու ենք ադրբեջանցիների հնարավորությունները Հայաստանի տարածքում։ Սաֆարովը չկարողանա հայկական գյուղերը գնել կամ վերցնել, նվեր ստանալ։ Մեր առաջի օրենքն է դա լինելու, մեր իշխանության։ Մի ճշտում կատարեմ, հետո հաջորդ հարցը ստամ։ Դուք անձամբ երբևէ հանդիպել եք Ալիևին։ Հետախուզման մեջ եք, չէ՞, Ալիևի կողմից։ Ալիևի անձամբ չեմ հանդիպել։ Չեք հանդիպել երբ։ Ոչ։ Հաջորդ հարցը մայիսի 29-ին Աստանայում տեղի է ունենալու ԵԱՏՄ ղեկավարների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը եւ այնտեղ արդեն ակնհայտ է Հայաստանի հարցը քննարկվելու է։ Նախ ունեք որևէ կանխատեսում ինչ կառաջարկվի Հայաստանին, արդյոք պատրաստվում են հեռացնել Հայաստանին ԵԱՏՄ-ից։ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք շատ լավ ենք, Պուտինի հետ 200 անգամ խոսել ենք, մեր հարաբերությունները շատ լավ է, մենք ոնց կարող ենք փչացնել հարաբերությունները Ռուսաստանի պես գերտերության հետ եւ այլն եւ այլն։ Հիմա դուք ունեք որևէ կանխատեսում, ինչ որոշում, ինչ քննարկում կարող է լինել այդ ԵԱՏՄ գագաթնաժողովում, ղեկավարների գագաթնաժողովում եւ Աստված մի արասցե զարգացումները ինչպիսի ընթացք կարող են ունենալ։ Ենթադրենք օրինակ Հայաստանը դուրս բերեցին, հանեցին այս պահին, գոնե այս պահի դրությամբ եմ ասում, ինչ զարգացումներ կլինի, ինչ հետևանքներ կլինի Հայաստանի տնտեսվարողների համար, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից Հայաստանը։ Ես չեմ ուզում անեմ կանխատեսումներ, ես տեսնում եմ ամեն օր ինչ է կատարվում, նրանք, այսինքն Ռուսաստանի ղեկավարությունը ամեն օր զգուշացնում է մեզ, եթե իրենք չեն հասկանում, որ դա զգուշացում է, ես կոնկրետ կարող եմ ասել, դա զգուշացումներ են, որ իրենք չհասկանալով կարող ենք ունենալ ցանկացած արդյունք։ Ամենաանհավատալի արդյունքը կարող ենք ունենալ։ Ծաղիկները արգելել են, իմ կարծիքով դա շարունակական է լինելու, մինչև սրանք հասկանան, մինչև Նիկոլ Փաշինյանը Ալիևի արևով չերթվի, որ մենք ձեզ հետ ենք, որ ես ձեր թեկուզ վատ, բայց գործակալն եմ։